Առաջի օրը որ եկա, այդ մեր տատը, ասավ կեսարդ որ տուն գա, ոտերը կլվանաս, փողա տալու։ Մեր մոտ էլ կատակով նորահարսը պետք է կեսարի հետ չխոսի։ Հենց կեսարը նվեր ա տալիս, նոր խոսում ա։ Տենց էլի կատակով են անում, էլ աս երևի սա էլ իրանց կատակի բանն ա էլի, որ ոտերը պետք է լվանաս, որ փող տաս, հա ոչ չեմ լվանա։ Կեսարը ստուն եկավ աշխատանքից, տատը բերել է լագանով ջուրը դրել էլի, որ ես պետք է ոտերը լվանամ։ Վերջը տարա դրեցի, ասի պապ ջան, առաջի օրվանից պապա, մամա, ես ասել եմ։ Ասի պապ ջան, բեր ոտերս լվանամ։ Ինքն էլ այնքան ջիգարով մարդ էր, որ աչքերը լցրեց, ոտերը հանեց, նասկեկը պատրաստ, այ ասավ աղջիկ ջան, աշխատավարձ եմ ստացել, ինքը տրակտորիստ էր էլի, փող չունեմ որ տամ, ես ես իրում լագանը հետ տարա, ասի երբ փող ստանաս այն ժամանակներ ոտերդ կլվանամ։ Մի տարավ պատմություն, մեր տատը նեղացավ, մի քեզանից ինչ էր գնում։ Ասի կատակով չէր, ինչ կատակ, նեղացան, խռովեցի, ես էլի իտոգում լաց եղա, ոնց կլի, որ ես սխալ բան եմ արել։ Առավոտը անասունների բեջարից, կովին ուղարկում են կարոտավայր, հետո Գյումրեցի ջահելհարսի համար լորվա ավանդույթները լավ չիմանալը, ահա այսպիսի հետևանք ունեցավ։ Մարինեի համար խնդիրը ավելի բարդ էր, քանի որ տանը կար ոչ թե մեկ սկեսուր, ինչպես սովորաբար է լինում, այլ սկեսուրի սկեսուր, որին բոլորը բաբո էին ասում։ Բայց ինչ բաբո, եկած օրվանից այդ բաբոն օր ու արև չտվեց 18-ամյա աղջկան։ Մարինե տար, Մարինե բեր, Մարինե հասի, Մարինե վրազի։ Բաբոն ամբողջությամբ ստացված էր կառավարման համար, ձեռքն էր առել տան շերեփն ու ղեկը, աջ ու ձախ էր, որ անում էր։ Իսկ իսկական սկեսուրը աշխատող կին էր գյուղի բուժքույրը, որ առավոտ գնում երեկոյան էլ տուն էր գալիս։ Երեկոյան էլ տնօրներքի նման սրա տուն, նրա տուն, մեկին սրսկել, մեկին վիրակապ փոխել, ոչնչով չէր հետաքրքրվում ու կարելի է ասել ջահելհարսը իսկի էլ աչքին չէր գալիս։ Նահապետական, բայց յուրահատուկ կին, սկզբունքներով, ինքը 26 տարեկանում արիացել է, ամուսինը գնացել է պատերազմ, հետ չի եկել, ինքը մենակով 3 հատ աղջիկ ա, կեսարապահել։ Օրինակ առավոտը ասենք արթնանում են, չէ, գյուղացիք շուտ, ջահել է, ես էլ ուզում եք հալիս է թուրը, վեր կաց, այս անելու է, են անելու է, հասկանում եք, կամ հարևանի տուն գնալ չկա, պետք է չգնաս, ասեր կնիկը կգնա, ուրիշի դռանը կնստի, կոֆե կխմի, կամ ես կանի։ Բայց զարմանալի է, չէ՞ դա հիմա։ Զարմանալի է, ուղղակի, որ հետո ես մտածում, բա ինչ անեի, բա ընտանիք էի կազմել, ոնց կարելի էր, որ չենթարկվել տան մեծին։ Ես իմ հարցին թողում եմ, ասում եմ, դու երբ քնում ես, դաժե երեխեն, որ զարթնում ա, չէ, ես նենց անձայն եմ բան անում երեխին, որ ինքը չզարթնում, մենակ կերակրել է, եթե կատի պահանջա ունենում, հա, այն ժամանակ նոր ասում եմ, վեր կաց երեխին կերակրի, հետո նորից քնի։ Գիտեք ինչ, ինքը պահանջկոտ կին էր ու հետո հիմա որ ես հետ եմ գալիս, չէ, այդ տարիները հետ եմ գնում, ասում եմ իրոք ինքը եթե այդ ձևի չէր ելել, ես միգուցե այս ձևի չէի լինի։ Հասկանում Թեպետ ինքը Մարինեն այսօր այդ ամեն ինչը տարիների խորքից ավելի մեղմ ձևով է հիշում, ներկայացնում։ Միտեղ էլ մտքում փորձում է արդարացնել բաբոին, թե որ ինքը չլիներ, ես սենց կնիկ չէի դառնա։ Բայց այդ դաժան օրերը մինչ օրս էլ մոռանալ չի լինում։ Իսկ Մարինեի կյանքը, ինչպես հասկացաք, մեղր չի եղել։ Այդ ինքն է Գյումրեցուն բնորոշ հումորով ու լավատեսությամբ մեղր ներկայացրել։ Ոչ հարցեր էր տալիս, ոչ էլ հակաճառում։ 18 տարեկան աղջնակը պարզապես գիտեր, եթե այդ տանն է, ուրեմն պիտի ենթարկվի ու արվի այն ամենը, ինչը իրենից պահանջում են։ Նույնիսկ եթե դա նշանակում էր թողնել ամեն ինչ, այդ թվում ամուսնուտ ու գնալ սարեր, յայլաներ, կով կթել, ձեռքեր մաշեցնել, ծանր աշխատանքի նույն չափ էլ ծանր բաբոյի խստությանը դիմանալ։ Չէ, ես ինչ ասել են, ես չեմ հակաճառել։ Անկեղծ ես չեմ ասել, չեմ անելու, չեմ գնալու ու չեմ հարցրել ինչի համար։ Եթե ասել են, եթե տանեմ, ուրեմն դա պետք է արվի։ Չգիտեմ, սխալ եմ ապրել, թե ճիշտ, ես չգիտեմ։ Ես ենթարկվել եմ իրանց ամեն ինչին։ Սար եմ գնացել, յայլա եմ գնացել 19 տարեկան, 20 տարեկան, յայլա եմ գնացել, կովեր եմ պահել։ Իհարկե մեր մեծերի հետ էլի, հա, տենց, ընդեղ էլ լույս չկա, գիտեք էլի սարում ոնց ալում։ Մի խոսքով տանջվել եմ, բայց ամեն դեպքում իմ ընտանիքը ստեղծել եմ։ Եթե սիրում ես, ուրեմն ամեն ինչի հետ պետք է համակերպես, ամեն ինչ հետ պետք է հարմարվես ու ամեն ինչ պետք է անես այդ սերը ընտանիքը ամուր պահելու համար, որպեսզի չխարխլվի։ Այ յայլաներ ամուսնուց հետ եք գնացել ձեր։ Չէ,
Ամուսինս աշխատում էր, հա, ինքը, ասենք, ազատ օրեր էր ունենում, կիրակի օրերին գալիս էր։ Տատի հետ եմ գնացել, հա, խիստ տատիկի հետ։ Ինքն է ինձ կին սարքել, իրոք ամեն ինչով, թե ոնց տնտեսես, մի խոսքով ինչ որ իմ հայրական տանը չեմ իմացել, ինքն է ինձ սովորացել ու միշտ էլ ասել եմ, ես իրանը շատ գոհ եմ իր խստությամբ հանդերձ։ Սիրել եմ Սարը, հիմա էլ հենց ասում են Սար, իզևի քիթս մխկտում է, կարոտում եմ էլի շատ եմ սիրել Սարի աղբյուրների քչքչոցը, առավոտը այն ժամը 5:30 որ գալիս է, ծտերը դագի մոտ ծլվլում են, օդը, ծաղիկները, շատ եմ սիրել։ Ճիշտ է, հոգսա շատ է ելել, շատ է տանջանքով եղել էլի ամեն ինչ, լվացք կա, ջուրը ձորից էինք բերում վեդրոներով, լվացք էինք անում, վերջը այդքան կաթը մշակում էինք փետով, բայց ամեն դեպքում սիրել եմ։ Բայց այդ դժվար եւ կարոտից մղկտացող օրերից բացի անհավանական սիրո պատմություն է, որ ձգվում է Գյումրիից մինչեւ Արջիս։ Ետ գնանք ուղիղ 42 տարի։ Հասնենք այն նոյեմբերյան օրը, երբ Մարինեն առաջին անգամ ոտք դրեց Արջիսեցի Գևորգի տուն։ Ամեն ինչ սկսվեց թեթև արդյունաբերական տեխնիկումի երկրորդ կուրսի պրակտիկայի ժամանակ, երբ գյումրեցի ուսանողները օգնության հասան այրումի պահածոյագործներին։ Այդպես էր այն տարիներին, աշխատող ձեռքը չէր հերիքում։ Բերքահավաքին բոլոր այգիներում էին, մեծից փոքր դաշտում էին եւ պետության ղեկավարների որոշմամբ Հայաստանի կրթական հաստատությունների ուսանողները օգնության էին հասնում երկրի պահածոյագործներին։ Աշխատում ապրում հանրակացարաններում։ Սերը միանգամից ծնվեց, Գևորգը տեսավ գեղեցկադեմ կարմրաթուշ փոքրամարմին Մարինեին ու առաջին հայացքից սիրահարվեց, բայց դե աղջկան տուն տանելու ճանապարհը այդքան էլ հեշտ չէր։ Մարինեի ծնողները շատ չեմ ու չում արեցին։ Հայրը կտրուկ էր։ Ես ամուսնացնելու աղջիկ չունեմ, դեռ պիտի սովորի, ավարտի, տեղն էլ շատ հեռու է։ Ասացին մեր աղջիկը գործ չունի ձեր կորած մոլորած նոյեմբերյանի շրջանում, բայց Գևորգն էլ նոյեմբերյանցու համառություն ու իրանասածություն ուներ։ Քանի անգամ Արջիսից Գյումրի խնամախոսության գնացին, բայց ապարդյուն։ Ինչ էր մնում Գևորգին անելու, եթե ոչ կլոլել ու փախցնել, ու հենց այդպես էլ եղավ։ Ամեն անգամ էս տենց էլ համաձայնության չեկան, որ նորմալ հասկանալով ամուսնանանք, բաբեգ արեցինք։ Գիտես ինչ, որ գալիս է ինչ որ որոշում ընդունելու պահ, որ դա քեզ համար է, չէ, արդեն ոնց որ դու չես մտածում էլի տարբեր ուրիշների կարծիքի, արդեն ինքդ քո համար ես էլի մտածում, քեզ համար ոնց է լավ լինելու կամ վատ վերջը մի խոսքով դու քեզ համար ես արդեն մտածում։ Իրոք եթե եղել է սեր այն ժամանակը մաքուր, անկեղծ, անշահախնդիր, ոնց որ շահի հետևից չվազելով, ունեցվածքի հետևից չվազելով, ամուսինս ընդամենը տրակտորիստ էր։ Հարցներ ասեի, ինչ ես դու աշխատում կամ ինչ ես բանը, ասես տրակտոր, որ եթե հիմա ինչ որ երիտասարդ աղջիկ մի հատ տղա իրան մոտենա, ասե տրակտորիստ եմ, կարող է կիլոմետրերով լարի։ Վստահելով եկա թե հա որ իրոք իրանք ծանրաբեռնված անասուններ են պահում, որ մերոնք անասուններ չունեին, ես կովկդ էլ չգիտեի, կով չէի տեսել, էշ չէի տեսել, ոչ մի բան չէի տեսել։ Կերսարս մի 3-4 օր հետո ասավ, կարողանում ես կովկդել, թե ես էլ ոնց որ վատ զգացել, ասի իհարկե, ասավ, թե արիլա գնանք փորձենք։ Գնացի, դե մատներս փոքր, բարակ, ուսանող երեխա, բռնել եմ կովի պտուկից ուզում եմ բռնեմ, որ կթեմ չի ստացվում։ Ասավ դու Սարի աղջիկ ջան, դու կդառնաս։ Դու որ ասիր, հա, գիտեմ, ուրեմն դու կդառնաս։ Ու Մարինեն իսկապես դարձավ, սկեսրայրի կանխատեսումները ճարպիկ հարցի մասին իսկապես ճիշտ դուրս եկան։ Ոչ միայն կովկդել սովորեց, այլև տան ու կենցաղի այնպիսի նրբություններ, որոնք քաղաքում երբեք չեր տեսել, չեր լսել։ Դուրս է եկել ավելի սեզոնն է իմ հայրական օջախում, Գյումրիում էլի, սա մենք հավաքում ենք որպես ծաղիկ։ Իրոք, դաշտերում որպես ծաղիկ ենք հավաքում, պսակ ենք քյուսում, սիրուն։ Հետո որ եկա հարց տեղ, մեր տատը քաղել էր բերել, ասի ինչ շատ ես քաղել, այդքան շատ ծաղիկ թորնիկների բանի համար, ասավ ավել ենք անում, ասի ոնց, ասավ հա ավել, սրանով ենք մեր դռները ավլում։ Տենց ես էլ սովորեցի արդեն,
Երեք եմ գնացել քաղել, բերել։ Հիմնականում սա քաղում են անձրևոտ եղանակին խոնավ, որ հողիցը լավ դուրս գա։ Մելին է։ Թեև 18 տարեկան աղջկա Մարինեի ու տրակտորիստ Գևորգի համատեղ կյանքը սկսվեց նոյեմբերյան գաղտնի փախուստով, բայց տան մեծերը որոշեցին ամեն ինչ պիտի օրենքով ու ավանդույթներով շարունակեն։ Ուղիղ մեկ ամիս անց Արջիսն ու Գյումրին միացան իրար մեծ ու աղմկոտ հարսանիքով, այնպիսի հարսանիք, որ ողջ Գյումրին ու Արջիսը թնդաց, պարեց ու ուրախացավ։ Մի ամիս հետո նոյեմբերի 1-ին տենց փախել են, կարելի ասել, դեկտեմբերի 1-ին մեծ շուքով հարսանիք են կարել, ամեն ինչով, Գյումրվա, ընդեղ Գյումրվա ադաթով, ստեղել իրանց ադաթով թե։ Գյումրվա ադաթը որն էր, դուք գնացիք ընդեղ։ Բա թե հա, ընդեղից եկան տարան, եկեղեցով, չէ, եկեղեցի չէ, ընդեղ եկեղեցով էր պսակադրություն ես, իմ կերսարն էլ չէր սիրում, հետո հենց մերոնք ասեցին եկեղեցի, իմ կերսարն ասավ չէ, եթե մտակ ժամ, ես ժամ չեմ գալու, հարսանիք չի լինելու, դրա խաթեր էլ բան չարեցինք, հա։ Բայց ամեն ինչը աթեիստներ էին սրանք, հա, իրոք, մի նոր, որ քրիստոնյա, հա, իրոք, հիմա նոր, որ փոխվել էի զարմանում էի, ոնց կարան, որ եկեղեցի չգնան։ Հիմա է, որ ժամերով, օրերով, դաժե ամիսով պատրաստում են հարսանիքին, չէ։ Ինձ համար ոնց որ միևնույն էր դա։ Ուղղակի որ ամուսնանանք երջանիկ լինենք։ Իրոք թե ինչ է կատարվել, ոնց է, ես ոչ մի մանրամասնություն չեմ հիշում։ Մենակ պատմելով եմ հիշում, որ ասում են իմ հարսանիքին իմ հորական տանը ամանով լիքը մեծ 40 կիլոնոց կաստրոլկով խորովածը թրցրել են, գողացել են, շատ մեծ թոներով մեծ խորոված էին արել։ Ու մնաց առանց խորոված այդ հարսանիքը։ Չէ, դել էին շատ, մի համարյա 200-300 հոգանոց։ Ուղղակի այդքանը թրցրել էին։ Ասենք հիմա ռեստորաններում են, չէ, համատեղ հավաքում, իսկ ընդ այն ժամանակ տղի կողմից աղջկա ժողովրդին հրավիրում էին, որ պետք է այդ օրը գան, մասնակցեն, հաջորդ օրն էլ խաշ ուտեն ու ճամփու դնեն։ Տղի տանը նախորդ օրը մսացու են, չէ, մորթում։ Այդ մսացուի ոտն ու գլուխն էլ խաշ են դնում ու հարսանքավորներին հյուրասիրում։ Երկրորդ օրը կամ ասում են թգավեր է, կամ խաշի օր։ Խաշից ու ավանդական հարսանեկան իրարանցումից 42 տարի է անցել, իսկ այսօր արդեն Մարինեն ինքն է մեծիս կեսուրի կարգավիճակում, բայց մինչև այսօրվա հանդարտությանն ու ներդաշնակությանը հասնելը նրանց ընտանիքը պիտի անցներ ամենադժվար փորձության միջով։ Ամուսնությունից հետո միայն 7 տարի անց հաջողվեց զավակ ունենալ, ու այդ 7 տարիները, ինչպես ինքն է ասում, այնպես չի, որ մի օրվա նման սահուն անցան։ Չէ, հսկայական պայքար էր, արցունքներ ու սպասում, բայց նրանք հաղթեցին։ Տարիների հենց այսպիսի փորձն ու կյանքի դասերն են Մարինեին ստիպում այլ կերպ նայել ժամանակակից աշխարհին, որտեղ երիտասարդները ապրում են սեփական կանոններով։ Նա չի քննադատում նրանց, բայց միևնույն է սեփական կյանքի օրինակով գիտի այն գլխավոր հենասյունը, որը հաճախ պակասում է այսօրվա ընտանիքներին։ Գիտեք ինչն է, որ ես միշտ էլ ասում եմ, որ հիմիկվա երիտասարդները ճիշտ են անում, մի կյանք են ապրում, պետք է իրանց ոնց հարմար է, իրանց կյանքն է, ճիշտը ոնց գտնում են, այտենց ապրեն, բայց հետո որ քննարկում ես այդ իրանց որոշումներից ընտանիքա քայքայվում, անարխորժություններ ա լինում, ասում ես ինչի է պետք է ճիշտը, եթե լավ հետևանք չի թողում։ Այսինքն դուք ավելի ամուր ընտանիք եք կազմել։ Հա, ու գտնում եմ, որ պետք է փոխադարձ լինի կին, ամուսին, թեկուզ ընտանիքում մեծ ես ունենում, չէ, այդ մեծերի կարծիքն էլ պետք է հաշվի առնես, իսկ հիմիկվա հարցները ինձ թվում է, բայց իմ հարցը ձևի չի, չգիտեմ, նա ամեն ինչ անում է ինձ հարցնելով, ոչ թե ես եմ տենց իրան բան արել, ուղղակի ինքն է։ Բայց մինչև հարսի ու բաբոյի մեծ կեսուրի միջև կնքվեր հավերժական զինադադար, Մարինեն պիտի անցներ իսկական բարբարային ու խոհանոցային կրակի միջով։ Պատկերացրեք Գյումրվա կլասիկ կատակասեր ու իր պատիվը բարձր պահող հարսին բերում ես մի տուն, որտեղ հայացքներով ու հրամաններով խոսող նահապետական կարգեր են, իսկ տան տղամարդու հեղինակությունը անքննելի։ Դե իսկ լեզվական խառնաշփոթին գումարվեց խոհանոցային իսկական շոկը։ Գյումրվա հայտնի առատ ու համեմված սեղաններից հետո նորահարսը հայտնվում է մի միջավայրում, որտեղ կանաչեղեն ու դաշտի բույսերը ոչ թե ուտելիքի հավելում են, այլ հիմնական կերակուր, իսկ տեղական խոհանոցի գլխավոր գաղտնիքը ամեն ինչի մեջ անխնա ուրց շաղ տալն է։ Դե ինչ էր մնում Մարինեին անել, եթե ոչ հեղափոխություն, բայց դա այնքան էլ հեշտ չէր, մանավանդ երբ գլխիդ վերևում կանգնած է տան գլխավոր շերեփակիրը՝ բաբոն։
Ես այնքան եմ տուժվել այդ թե բարբարի, լեզվի, իմացության, արտահայտությունների, ինձ որ աղջի, ստեղ աղջի բառը շատ են օգտագործում։ Դա կապ չունի, վիրավորական չէ, իսկ Գյումրում եթե աղջի էին ասում, չէ, դա մի քիչ պատվազուրկ էր համարում։ Ինձ հենց աղջի էին ասում, ես շատ վիրավորվում էի։ Շատ եմ իրանց լեզուն լավ չէի հասկանում։ Մեկած օրվանից այնտեղա ուտելիքներ, ստեղա ուտելիքները չեմ սիրել։ Ստեղ բալբով, փիփերթով ճաշ են սարքում, որ մեր մոտ դա ուտելի չի։ Ստեղ բանջարով ճաշ են սարքում, որ հիմա նոր եմ սիրում, էլի եղինջը, որ այնտեղ եղինջ են ասում, դա ուտելի չի։ Փթրուկ են ասում, ալյուրով, որ այնտեղ չկա։ Էլ ինչ ասեմ, հոնի փշեջուր են ասում, հոնի թթու են ասում, որ այնտեղ չեն անում, չի եղել էլի, ես որ եկել եմ ստեղ, ես այնտեղա ճաշերից եմ սարքել, կերել։ Ինչ ճաշերի եք պատրաստում։ Առաջի անգամ 4 լոբով ճաշը ստեղ ընդամենը 4 լոբին է նեփում, տրորում, սոխառածանում ու ուտում։ Իսկ մեր մոտ դա կոչվում էր պոչով ապուր, 4 լոբով ճաշը պոչով ապուր էր։ Նույն 4 լոբին էր, մեջը կարտոշկա, խմոր էինք անում, սենց մակարոնի նման, մեջը գցում ու սխտորով ուտում։ Մեջ կանաչ էին գցում, ռեհան, իսկ մեր բաբոն ուրցներ գցում, որը ես այդ օրվանից զզվեցի, հիմա ուրցը չեմ էլ ուզում տեսնեմ, ճաշերի մեջը ուրց։ Ամուսինս մի օր գնացել ենք մերոնց տուն, մամաս ասավ, քո սիրած ճաշն եմ եփել պոչով ապուր, ամուսինս ասավ, այդ ինչ ճաշ է, ես չեմ ուտելու, պատկերացրեց կովի պոչով ապուր, ասի լոբով ճաշ է։ Հետո որ լցրեց, կերավ ասավ, ես ինչ համով է, որ գնանք մեր տուն, ընդեղ էլ կսարկես, եկանք ստեղ, ասի, բաբո, այսօր ես եմ ճաշը սարկելու, թե ինչ ես սարկելու, ասի, դե ասեմ, պոչով ապուր չի հասկանալու, ասի, լոբով ճաշ, ասավ, հա, սարկե, այ բալա, սարկե, ես կհանգստանամ։ Բերեցի, սարկեցի, ավանդական, Գյումրվա ավանդական պոչով ապուրը սարկեցի, դրեցի, նստել են ուտելու, կեսարս ասավ, ես ինչ համով է, դե բաբոն դեր չեք, ես ինչ հա, զահավեր են դուս եկել, երկատի ձվան են ածում։ Տարիների խոհանոցային այդ պատերազմներում իհարկե հաղթեց Գյումրվա համառությունն ու շիրակյան շնորհքը, բայց Արջիսի հողն ու ջուրն էլ իրենց արեցին։ Ժամանակին ուրցից զզվող ու լորվա բարբարից նեղացող 18 տարեկան աղջնակը այսօր արդեն ինքն է թելադրում տան կանոնները։ Ճիշտ է, երկաթե ձվեր այլևս չի ածում, բայց տան նկուղի բարիքների հարցում միանձնյա թաքուի է դարձել։ Ու հենց մեր նկարանող խմբի ներկայությամբ տիկին Մարինեն որոշում է գնալ ամենառիսկային քայլին, հանուն թանկագին հյուրերի խախտել գյուղական անդրդվելի օրենքը, այն է ամառվա կեսին փակոց չի բացվում։ Դուք ինչի կամպոտ եք սիրում, ամեն ինչի կամպոտել ունեմ, որ ձեզ հյուրասիրեմ, ի սրտե։ Դուք ձեր ցանկությամբ տիկին Մարինե։ Կոնկրետ չէ, ես էլ ուզում եմ, որ ձեր ցանկությամբ լինի։ Այ դե դեպքում ձեր այգու, ձեր բաղերի Ելակ, հա, բերեմ ելակ։ Բերեմ, այս տարվա մեր ելակի կոմպոտը դեգուստացիա արեք։ Այս տարի եք փակել։ Հա, այս տարի։ Հա, այս տարի։ Փակածը բացում են։ Հյուրերի համար փակում են, նոր ու հին չկա, եթե ի սրտե հյուրասիրում ես, հին ու նոր չկա։ Այս տարվա միտքը լավն է եղել, ոնց որ տիկին։ Հա, որ անձրևոտ էր, սկզբից լավ եղավ, բայց հետո հիմա դեղցը շատ նոսրացել է, խնձոր չկա, սալոր չկա։ Ինչի հետ կապված, այսինքն եղանակ։ Հա, անձրևային է, ասում է, երբ երաշտ է լինում, սով չի լինում, բայց հենց եկ է լինում, ստեղա լեզվով ասած անձրևային է լինում, սովը որն է բերքի պահով էլի, բերքը չի լինում, քանի որ անձրևը լրիվ փթացնում է, թափում է։ Արդեն ավանդական դարձած այս տնական ու բնական հյուրասիրությունից հետո անցնում ենք տիկին Մարինեի տնտեսության գլխավոր ռազմավարական կետին։ Պարզվում է մառանից բացի նա աչալուրջ հսկողության տակ է պահում նաև գոմը, որտեղ կապված է ընտանեկան բյուջեի ամենաանհանգիստ, բայց եւ ամենահեռանկարային անդամը։ Հսկա մի ցլիկ, որի հետ կապված Մարինեն շատ մեծ պլաններ ունի։ Հարու տվանա, ես վախում եմ հիմնականում տղաներն են էլի իրան խոտ տալիս, ուղղակի ես մեկ նայում եմ, տեսնեմ ինքը ընդեղա ու վերջ։ Խելոք, հա, այսենց, դույսն էլ վառապ եմ թողել, ես էլ մեր սուլիկը, բայց ինքը կուշտ է, ինքը խոտ չի ուզում։
Ջուրը խմել է, խոտը կերել է, հիմա հանգստանում է։ Մեկ էլ երեկոյան։ Ինչպես գիտեք, 95 գինը շատ բարձրացել է, չէ՞։ Նպատակ ունենք, չեմ ուզում բարձրաձայնեմ, որ նպատակին, ասենք մեծ գործ ենք բռնում էլի, ինչ որ խոշոր կամ տան վերանորոգում կամ ջեռուցման հարց ենք լուծելու, բաքս ենք ուզում քաշենք, չգիտեմ, տեսնենք որը կլինի առաջ Աստված, թե չէ որ կանգնես ու ասես հասենց անենք լավը կլինի, նենց անենք լավը կլինի ու ոչ մի բան չանես, ոչ մի բանի հետևից էլ չես հասնի։ Ձեր տունը ասեցիք հին տուն եք Շատ հին, տեղափոխվել։ հա, շատ հին տուն ա եղել, 26 թվի տուն ա եղել, այ երևում է, ստեղից սենց փոքր հին տուն ա եղել։ Ավելացրել ենք, վերանորոգել մասամբ ու լրիվ մեր քրտինքով, մեր աշխատանքով, մեր տնտեսությունով էլի կովեր ենք պահել, մոզիներ ենք պահել, ծախել ենք ու այդ գումարով նոր առաջ շարժվել։ Բայց 100-ամյա պատերով տանն ու տնտեսության մեջ ջեռուցման համակարգ տեղադրելը ու նորոգելը միայն արտաքին շեշտադրումներ են։ Տիկին Մարինեի համար տան իրական ջերմությունն ու ամրությունը չափվում է ներսի մթնոլորտով։ Ժամանակին ինքը որպես հարց անցել է խիստ ու նահապետական դպրոցով, տեսել է կյանքի թե դաժան, թե քաղցր կողմերը, ու հենց այդ պատճառով էլ այսօր ինքը իր տանը կառուցել է բոլորովին այլ հարաբերություններ։ Նախկինում տուժված գյումրեցի հարցը այսօր դարձել է այնպիսի սիրող սկեսուր, որի մասին երազում են շատ շատերը։ Ինչքան կարողանում եմ, լավ եմ պահում, ուզում եմ, որ ինքը ամեն ինչ էլ ունենա, ոչ մեկից հետ չընկնի, ինչքան լավ բան կա, ինչքան մենք հնարավորություն ունենք, իր ցանկությունները կատարում ենք։ Թե հագ ու կապից, թե ուտելիքից, ամեն ինչից, որ մեր կյանքի նպատակը այդ մի տղենա, ասենք, նպատակ ենք դրել, որ ամեն ինչ անենք, որ ինքը ամեն ինչ ունենա, մենք էլ ուրախանանք, պտուղները քաղենք, փառք Աստծո, մի թորնիկ ունեն, որ իմ աշխարհն է։ Ցանկանում եմ, որ բոլորի հասներն էլ իմ հասի նման լինեն, համեստ, լսող, գնահատող, ամենակարևորը գնահատող, հասկացող, պարտադեշի որ կրթություն ունենա, պարտադեշի որ դիպլոմ ունենա, ինչ որ շատերի դիպլոմը հիմա պրեստիժի համար են էլի, որ ասում են դիպլոմ ունենք, բայց դիպլոմի տակ մակարդակ չկա, մարդկային ոչ մի բան չկա։ Ու հենց այդ պարզ անդիպլոմ, բայց մեծ մարդկայնությունն է, որ 26 թվին կառուցված այս հին տան հիմքերը ամուր են պահում արդեն տասնամյակներ։ Ժամանակին Գյումրիից Արջիս գաղտնի փախած աղջնակը տարիների քրտինքով 7 տարվա սպասումով ու սեփական համառությամբ ապացուցեց, որ կյանքի ամենաբարձր դիպլոմը հենց սիրելու, ներելու ու կառուցելու շնորհքն է։ Այսօր նա արդեն ինքն է տան շեմին կանգնած դիմավորում ու ճանապարհում հյուրերին, կողքին ունենալով իր տան նոր, բայց արդեն իրպես հարազատ դարձած հարսիկին։ Հաջողություն ձեզ, ձեր գործերին միշտ լավ ռեպորտաժներ նկարահանեք, ցել մեր հարսիկը, իմ հարսիկը։ Թող բոլորի հասնիկներն էլ էս սևի լինեն։ Ես գոհ եմ։ Ապրեք շատ։ Դուք էլ։ Հարգելի հետևորդ, եթե դեռ բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել ու ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար, Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը, անհայտ մանրամասներ, Ատաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիս ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։